Հարգելի հետևորդներ, այսօր պատրաստելու ենք կարտոֆիլ ջեռոցի մեջ շատ հետաքրքիր ձևով։ Հիմա մեր օպերատորը մանրակրկիտ ցույց կտա ինչը անհրաժեշտ պատրաստելու համար։ Հարգելի հետևորդներ, ամբողջական վիդեոն դիտեք, որ իմանաք ոնց ենք պատրաստում։ Դե գնացինք պատրաստելու։ Ժողովուրդ ջան, սկսում ենք պատրաստել։ Հիմա հերթականությունը ցույց կտամ ինչ ենք անելու։ Ամենաառաջինը հարկավոր է ֆոլգա։ Վերցնում ենք կարտոֆիլը։ Մենք ունենք այս ձևի սարք, դուք կարաք նույն այդ process-ը կատարեք պատարագաղով, կարաք ծակեք։ Քանի որ ունենք, դրա համար մենք փորձում ենք այս տարբերակով։ Պատրաստ է։ Հաջորդը վերցնում ենք զեթունի ձեթ։ Ավելացնում ենք աղ։ Կարմիր բիբար։ Եվ սև բիբար։ Թեքում ենք հակառակ կողմը։ Նորից էլի ավելացնում ենք աղ, կարմիր բիբար և սև բիբար։ Եվ ֆոլգայով այս ձևի ակուրատնի Всё, պատրաստ է։ Հիմա ես բոլորը պատրաստեմ և ձեզ միանամ։ Գնացինք։ Всё, պատրաստ է, ժողովուրդ ջան։ Ուրեմն ինչը հարկավոր։ Վերցնում ենք պրոթվինը։ Անհրաժեշտ է տեղադրել ֆոլգա, որ այս որ ծածկում եք, այս մասը, այսի վերևի մասը լինի, որ ինքը յուղը դուրս չտա։ Սիրուն այսպես տեղադրում ենք պրոթվինի մեջ։ Всё, պատրաստ է։ Ուրեմն ջեռոցը մեկ զառանի արդեն միացրել ենք 170 աստիճան 50 րոպե պետք է եփվի։ Այդ ընթացքում պետք է պատրաստենք միջուկը։ Գնացինք պատրաստելու։ Ժողովուրդ ջան, միջուկի համար անհրաժեշտ է ամենաառաջինը պետք է որ սունկը կտրատենք։ Հիմա հերթականությունը ցույց կտամ ինչ ենք անելու։ Նորից էլի կխնդրեմ անպայման վիդեոն մինչև վերջ դիտեք, որ իմանանք ոնց ենք պատրաստում։ Այսպես պետք է որ մանր յան կտրատենք։ Հիմա ես սունկը ամբողջական կտրատեմ և ձեզ միանամ։ Գնացինք։ Սունկը կտրատելուց հետո հարկավոր է տապակենք։ Հիմա մանրամասը սաղ ցույց կտամ ինչ ենք անելու։ Ավելացնում ենք ձեթ։ Ուրեմն ժողովուրդ ջան, ավելացնում ենք սունկը։ Մի հատ լավ տնավարի խառնում ենք յան։ Թողում ենք, որ ինքը լավ տապակվի։ Այդ ընթացքում հարկավոր է կտրատենք բեկոնը։ Բեկոնը պետք է փոքր կտրատենք, որ տապակենք։ Հիմա ես ամբողջական բեկոնը կտրատեմ և ձեզ միանամ։ Գնացինք։ Բեկոնը կտրատելուց հետո պետք է որ կտրատենք այս ձևի ստանաք։ Ուրեմն ավելացնում ենք սունկի վրա։ Պետք է որ լավ խառնենք, որ լավ տապակվի։ Всё, պատրաստ է, ուրեմն թողում ենք ինքը լավ տապակվի։ Ուրեմն ժողովուրդ ջան, հիմա մեր օպերատորը ցույց կտա ինչ ձև է մեր մոտ տապակվում սունկը եւ բեկոնը։ Այդ ընթացքում մեզի պետք է հիմա
կտրատենք սոխ։ Պետք է իան մանդր կտրատենք։ Վերջում մի հատ տնավարի այսենց լավ կտրատում ենք իան։ Всё, պատրաստ է։ Ուրեմն պետք է ավելացնենք մեր սնկի վրա։ Նայում եք ինչ հավեսին տապակվում է։ Մինչև տապակվի, անհրաժեշտ է կտրատենք կանանչիները։ Հարկավոր է համեմ եւ սամիտ։ Կանանչին պատրաստ է արդեն։ Հիմա մեր օպերատորը նորից էլի ցույց կտալ նայեք, ինչ հավեսին է մեր մոտ տապակվել։ Ուրեմն ավելացնում ենք ամենաառաջինը աղ, կարմիր բիբար, սև բիբար, եւ վերջում ավելացնում ենք կանանչին։ Եվ պետք է, որ այսպես մի հատ հավեսին իան խառնենք, որ լավ տապակվի։ Մեր միջուկը արդեն պատրաստ է։ Այդ ընթացքում մեզի անհրաժեշտ է կտրատենք մարինացված վարունգները։ Մա ցույց կտամ, ժողովուրդ ջան, ինչ ձև ենք կտրատում։ Ու կխնդրեմ բոլորիդ ամբողջական վիդեոն դիտեք ու չեք մոռանում կոմենտարիաների մասին, որ պետք է անպայման կոմենտարիաների մեջ գրեք, եթե պատրաստել եք, ինչ ձևա ձեր մոտ ստացվել։ Մեր այս պատրաստածը ձեր դուրը եկել է, թե չէ։ Անպայման կոմենտարիաների մեջ գրեք, ժողովուրդ ջան։ Հիմա ես մարինացված վարունգները ամբողջական կտրատեմ եւ ձեզ միանամ։ Գնացինք։ Ուրեմն մանդր կտրատելուց հետո մեզի հարկավոր է հիմա հերթականության ցույց կտամ ինչ ենք անելու, ժողովուրդ ջան։ Մարինացված վարունգը տեղադրելուց հետո այսպես ակուրատնի տեղադրում ենք։ Այսպես սիրուն վերցնում ենք եւ տեղադրում ենք մեր ամանի մեջ։ Ինչ հավեսին միջուկա մեր մոտ ստացվել։ Всё, պատրաստ է։ Ուրեմն հաջորդ մեր քայլը ինչ ենք անելու։ Միջուկը ավելացնելուց հետո ավելացնում ենք մեր գարոխը։ Ու պետք է այսպես մի տնավարի, ոնց որ ես սիրում եմ, ժողովուրդ ջան։ Հələ նայեք ես համեղությանը։ Լես ամբողջը չի, ժողովուրդ ջան, այս համեղությունը, հեսա կտենայք ինչ ենք անելու։ Մինչև մեր կարտոֆիլները եփվելը, մեր համեղությունը արդեն պատրաստել ենք։ Ավելացնում ենք սխտոր։ Սխտորը ավելացնելուց հետո պետք է որ այսպես մի տնավարի, ժողովուրդ ջան, ոնց որ ես սիրում եմ։ Հələ ստենայք ես համեղությունը։ Որ ես սիրում եմ, ասել, վայ չուտողին։ Всё, մեր միջուկը արդեն պատրաստ է, ժողովուրդ ջան։ Ուրեմն կմիանանք ձեզ մեր կարտոֆիլը եփելուց հետո։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, մեր կարտոֆիլը արդեն պատրաստ է։ Հիմա մեզի անհրաժեշտ է քերիչով անցկացնենք պանիրը։ Հիմա ցույց կտամ ինչ ենք անելու։ Ուրեմն հարկավոր է մացառելա պանիր։
Այսինքն սիրուն քերիչով անցկացնում ենք, որ մեր համեղությունը հեսա պատրաստենք, Ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, ուզում եմ բոլոր այն մարդկանց շնորհակալություն հայտնել, որ կոմենտարիաներ եք գրում, այդ ձևի ակտիվ եք։ Շատ շնորհակալ ենք բոլորիցդ, Ժողովուրդ ջան, դուք չեք պատկերացնում ինչ ձևի էներգիա եք տալի։ Այդ ձևի էներգիայով ամեն օր մտածում ենք թազա բաներ պատրաստենք, որ մատուցենք, դուք էլ հավեսին դիտեք։ Դե գնացինք պատրաստելու։ Հիմա ես քերիչով անցկացնեմ ամբողջական պանիրը եւ ձեզ միանամ։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, ուրեմն ցույց եմ տալի, որ սկսեք կտրատել, պետքա որ այս մասը լինի տակի մասը։ Վեկալում եք գլատկի մասից դանակով։ Իան կտրատում եք ամբողջական պետք չի իան կտրատել։ Հիմա ես կբացեմ, կտեսնեք, ինքը ամբողջական կտրտած չի։ Ներքևի մասը տեսնում եք, չէ՞ ինչ ձևի է։ Հիմա ցույց կտամ ինչ ենք անելու։ Վերցնում եք դանակը, այսինքն սիրուն, իան, պետքա այսինքն սիրուն։ Հիմա հերթականությունը ցույց կտամ ինչ ենք այս ձևի անում։ Հիմա պետքա հակառակ կողմը։ Ուրեմն ամենաառաջինը ավելացնում ենք աղ, կարմիր բիբար, եւ սև բիբար։ Հաջորդ մեր քայլը։ Վերցնում ենք կարագը, երկու մասի ենք բաժանում։ Կարագը ավելացնելուց հետո մեզի անհրաժեշտ է, այսինքն պատառաքաղով պետքա իան մեջի կարտոֆիլը ամբողջական խառնենք կարագով։ Նայում եք, Ժողովուրդ ջան։ Այսպես պետքա հավեսին իան ամբողջական կարտոֆիլը լավ խառնվի։ Նստանայեք ոնց է ինքը։ Հավեսին մեր մոտ արդեն խառնվել է։ Հիմա նորից էլի մի քիչ աղ ենք ավելացնում։ Շատ քիչ, Ժողովուրդ ջան։ Նորից էլի սկսում ենք խառնել։ Կարտոֆիլը լավ խառնելուց հետո վերցնում ենք մոցարելա պանիրը, այսինքն հավեսին ավելացնում ենք։ Եվ անհրաժեշտ է նորից էլի խառնել, Ժողովուրդ ջան։ Պետքա իան լավ խառնվի, որ ինքը ամբողջական պանիրը կարտոֆիլի հետ խառնվի։ Լավ իան խառնում ենք։ Հավեսին։ Լսա ամեղությանը նայեք հլը։ Բա ոնց ես Ժողովուրդ ջան, չսարքես ու չվայելես։ Խեմ ես տարբերակը ընտրել կարտոֆիլի, որովհետև ինտերնետով շատ ենք նայել, այս տարբերակով քիչ կար, դրա համար փորձեցինք այս տարբերակն է պատրաստենք։ Լավ խառնելուց հետո, Ժողովուրդ ջան, հաջորդ մեր քայլը։ Վերցնում ենք մեր պատրաստած միջուկը, այդ նորից էլի տնավարի խառնում ենք եւ ավելացնում ենք կարտոֆիլի վրա։ Դուք չեք պատկերացնում ինչ համեղ միջուկա մեր մոտ ստացվել։ Ուրեմն միջուկը ավելացնելուց հետո նորից էլի վերցնում ենք մոցարելա պանիրը, այսինքն ակուրատնի։ Всё, մեր կարտոֆիլը պատրաստ է։ Հիմա ցույց կտամ ինչ ենք անում։ Վերցնում ենք մեր պրոթվինը, այսինքն ակուրատնի տեղադրում ենք պրոթվինի մեջ։ Հերթականությունը հետո ցույց կտամ ինչ ենք անելու։ Հիմա այս ամբողջական կարտոֆիլը պատրաստ է եւ ձեզ միանամ։ Գնացինք։ Հիմա մեր օպերատորին կխնդրենք, Ժողովուրդ ջան, մոտիկից ցույց կտա մեր գեղեցկությունը, ինչ ձև է մեր մոտ ստացվել։
Ուրեմն մենք հիմա յանք ուղարկենք ջեռոց 5-ից 10 րոպե, որ պանիրը լավ հալի։ Հենց հալի մենք ձեզի կմիանանք ու կփորձենք ձեր հետ մեր համեղությունը։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, մեր համեղությունը արդեն պատրաստ է։ Հիմա մեր օպերատորը մոտիկից սաղ կներկայացնի ձեզի, թե ինչ ձևա մեր մոտ ստացվե։ Հəլես գեղեցկությանը լնայեք ժողովուրդ ջան։ Բա ոնց էսի մարդ չպատրաստի ու ընտանիքի հետ չվայելի։ Հիմա կխնդրենք նորից մեր օպերատորին մոտիկից լստենայեք ժողովուրդ ջան, այս համեղությունը։ Լստենայեք, էսի բա ոնց էսի չվայելես։ Սիրուն վերցնում ենք ժողովուրդ ջան։ Էլի եմ կրկնում, էս իմ ամենասիրած բան, հələ պանիրը լնայեք ժողովուրդ ջան, ոնց է ինքը։ Նայում եք։ Պետք է որ պատրաստեք անպայման։ Լստենայեք։ Լստենայեք, այ այսենց է պետք անպայման։ Ձեր մոտ ստացի։ Ու եկավ իմ ամենասիրած պահը ժողովուրդ ջան։ Հիմա դի փորձեմ ու հետներդ կլեմ շատ անկեղծ։ Լրիվ համեղություն։ Բայց մի հատ դի փորձեմ։ Շատ համեղ է։ Լստենայեք։ Այսպես պիտի։ Պանիրը պիտի անպայման պատրաստելու վաղտը պիտի այդ ձևի լինի։ Խոսքեր չկա ժողովուրդ ջան, շատ համեղ է մեր մոտ ստացվել։ Էլի եմ կրկնում, այս իմ ամենասիրած սպանն է ժողովուրդ ջան, որ այսենց ընտանիքով չարչարվում ենք, վերջում նստում ենք մեր կարտոֆիլները, հավեսին վայելում ենք, վայելում, դե գնացինք վայելելու։